Ադրբեջանի ՀՀԶՈ կողմից իրենց դիրքերի վրա հարձակումների մասին շարունակական կեղծ պնդումները եւս մեկ անգամ ապացուցում են, որ երկկողմանի համաձայնեցված խաղաղության պայմանագիրը լավ բանակցված փաստաթուղթ է մեր համար։ Ես ուզում կտոր անդրադառնամ, էլի։ Այս ելի հայրենակիցներ, այս ինչ որ գրել է պարոն Թովոսյանը, տիեզերական մասշտաբի սուտ է, որ սա լավ բանակցված փաստաթուղթ է մեզ համար։ Սրա մասին առանձին լայվ եմ արել, բայց ինչի վրա եմ ուզում կենտրոնանալ։ Միտքը շարունակում է, որ այսինքն լավ բան ենք բանակցել, պետքա էսա ստորագրեինք, էսա այս երկու օրը պետքա ստորագրեինք ու մի լուրը տալիս են, որ հա կրակում են, որ չստորագրվի։ Ինչը սուտ է, սիրելի հայրենակիցներ։ Շարունակում եմ։ Այժմ Ադրբեջանը տեղեկատվական սադրանքների է գնում հետաձգելու համար այս պայմանագրի ստորագրումը, որը հավանության է արժանացել միջազգային հանրության, այդ թվում խոշոր տերությունների կողմից, քանի որ չէր պլանավորել իրադարձությունների զարգացման այսպիսի սցենար, այսինքն Ադրբեջանը չէր պլանավորել, որ խոշոր տերությունները ողջունելու են այս լավ բանակցված փաստաթուղթը, ու քանի որ ողջունում են այս երկրները, Ադրբեջանը ստիպված ասում է կրակում են վրա, որ չստորագրի։ Իրականությունը սա սուտն է, ինչ որ նկարագրված այստեղ, իրականությունը հետևյալն է, սիրելի հայրենակիցներ։ Ուրեմն, երբ որ Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի վերջին երկու պահանջները կատարել է, երկու կետերով Հայաստանը երկարաժամանակ չէր համաձայնում։ Մեկ էլ մի օր որոշում է համաձայնել ու պայմանագիրն ուղարկում է, Ադրբեջանը ասում է համաձայնենք, ուղղակի խնդրում ենք համատեղ հայտարարություն անենք, որ տեքստը ավարտին ենք հասել, Ադրբեջանը չի արձագանքել այդ խնդրանքին եւ միակողմանի հայտարարել է, որ Հայաստանը համաձայնվեց վերջին երկու մեր պահանջներին եւ տեքստը բանակցված է, որից հետո ՀՀԱԳՆ-ն հայտարարում է, որ արդեն կարող ենք սկսել խորհրդակցություններ պայմանագրի ստորագրման տեղի, այսինքն վայրի, որտեղ է վայրը։ Հայաստանում ենք ստորագրում, Թբիլիսիում ենք ստորագրում, Բաքվում ենք ստորագրում, Վաշինգտոնում, Լոնդոնում, Մյունխենում, Փարիզում, Մոսկվայում, որտեղ։ Սաուդյան Արաբիայում ենք ստորագրում, հա։ Տեղի եւ վայրի մասին խորհրդակցություն է ուզում ՀՀԱԳՆ-ն սկսի, մեկ էլ ընդդեղից հայտարարում են, որ դրա մասին խոսակցությունը ժամանակավրեպ է։ Ինչու՞։ Որովհետեւ երբ որ հայտարարել են, որ պայմանագրի տեքստը համաձայնեցված է, դրա հետ մեկտեղ նաեւ հայտարարել են, այն կարող է ստորագրվել միայն, երբ որ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունից Ադրբեջանի պահանջը հիշում եք։ Իբր թե տարածքային պահանջների կետը հանվի, այսինքն կգնացեք ժողովուրդ ռեֆերենդում արեք, հանրակրվեով, սահմանադրությունը փոխեք ձեր Ալիևի պահանջով, նոր կստորագրենք եւ ինչպես նաեւ պետքա նաեւ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարեք։ Այսինքն երկու պայման է առաջարկվել ստորագրումից առաջ։ Հիմա Արսեն Թորոսյանը այստեղ գրել է, որ էսա որ ուզում էին ստորագրեն, այս կրակում են, որ չստորագրեն։ Խեք սուտ խոսում։